Դուք ինձ կօգնեք։ Պարոն Կարապետյան, ամեն դեպքում շարունակում է ձեր անազատությունը եւ նահանջելի տեղ իշխանությունը այսպես ասած չունի, ասում է չունեն։ Ինչից են այս պահին վախենում։ Իրենց կստիպեք, որ ունենան։ Իսկ ինչն է իրենց մտահոգությունը, պարոն Կարապետյան։ Դե իրենց հարցրեք, ես ինչ գիտեմ, վախենում եմ։ Այս հանրային հետաքրքրությունը ձեր ազի հանդեպ նաև միջազգային հարթակներում կկարողանա ինչ-որ բան փոխել այսօրվա իրավիճակում։ Դուք եք փոխելու, դուք։ Պարոն Կարապետյան, Ձեր ակտիվությամբ, համառությամբ, ամեն ինչ փոխելու եք։ Եթե հայտնի հայտարարությունը չլիներ, դուք քաղաքականություն մտնելու հայտ կներկայացնեիք, որովհետև ասել եք քաղաքականություն չեք զբաղվելու։ Այսինքն այդ հայտարարությունը ստիպեց Այս անարտարությունները ստիպեցին։ Պարոն Կարապետյան, իսկ իշխանության գալու պարագայում գործող իշխանության հանդեպ ինչպիսի վերաբերմունք է լինելու։ Մի հատ քնեմ այսօր զարթնեմ, որոշեմ։ Պարոն Կարապետյան, Փաշինյանն ասում է ըստեյության Ռուսաստանից է ուղղորդված, որ գաք մասնակցեք քաղաքական ընտրություններին։ Ռուսաստանը միայն ուղղորդում է Փաշինյանին։ Ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը։ Պարոն Կարապետյան, Փաշինյանը այսօր շունչ հանգել է հավանել ձեր Խոչյանի եւ Բրետենի ձայն տվողներին։ Հիմնվելով երևի ձայնի վրա։ Այսպիսի հայտարարություն Ես ինչ արձագանք եմ, դուք պետք է արձագանքեք։ Երբեք հրապարակային հրավիրելու մեզ ձեզ հետ խոսելու։ Մի երկու օր։ Ասում են, որ արդեն սկսել են ձեզ բոմժ դարձնելու գործընթացը։ Պարոն Կարապետյան, ասում են սկսել են ձեզ բոմժ դարձնելու գործընթացը իշխանությունները։ Ժորժան, տենց անլուրջ մարդկանց հայտարարություններին մի արձագանք։ Կներեք ժողովուրդը։ Հետևից չեն կարող մտնել ժողովուրդ։